Բարև ձեզ սիրելի դիտողներ, ողջույն հայ կալիքի հարգելի բաժանորդներ։ Այսօր ապրիլի առաջի օրն է, ապրիլ ամսվա առաջի օրն է, եւ այս տեսանյութում ես ուզում եմ վերլուծել Հայաստանի ներկայիս վիճակը, ստեղծված վիճակը Գերմանիայի նախագահի Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի այցելության հետ կապված կարևոր իրողությունները եւ իհարկե ներկայումս դեռևս Հայաստանի իշխանությունը զբաղեցնող քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավարի եւ այդ կուսակցության խմբակի իրենց վիճակը ու հնարավոր զարգացումները։ Նախ առաջին հերթին գանք ուրեմն Գերմանիայի նախագահի այցելությանը, սա շատ կարևոր այցելություն է եւ այս այցելության նախընթաց ժամանակում պլանավորված չէր Գերմանիայի նախագահի այցելություն հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Այն օրակարգը, որը կազմվում է համաձայնեցված հայկական կողմի հետ, պաշտոնական ընդունող կողմի հետ, չէր ներառվել այցը հայտնի պատճառներով Հայաստանի ներկայիս թուրքահպատակ թուրքական ծառա գործակատար իշխանությունը չի ցանկանում գերհզոր Եվրոպայի գերհզոր տերություններից մեկի նախագահի դեմքով հիշել եւ հարգանքի տուրք մատուցել հայոց ցեղասպանության զոհերին եւ հայոց պահանջատիրության հարցը եւս մեկ անգամ այդ բարձր մակարդակով ճանաչել։ Դրա համար նրանք ամեն ինչ անում են, որ հայոց ցեղասպանության հարցը իհարկե գնա հետընթաց ճանապարհով, հայոց պահանջատիրության հարցը ընդհանրապես չեղարկվի, հայերը պահանջատիրություն չունենան օսմանյան ցեղասպան պետության, ցեղասպան իրավահաջորդ թուրքական պետությունից եւ ի հակառակ սրան գերմանահայերի մեծ ջանքերով, Գերմանիան բնակվող մեր հայրենակիցների ջանքերով, այնտեղի ականավոր գործիչ Գերմանիայի ակադեմիականների միության խորհրդի ղեկավար գիտնական Ազատ Օրդուխանյանի մասնավոր ջանքերով գրվեց նամակ բազմաթիվ գերմանահայ ներկայացուցիչների ստորագրություններով եւ պահանջով Գերմանիայի նախագահից, որ նա տեղի չտա Նիկոլ Փաշինյանի օրակարգին եւ անպայման այցելի հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, այլապես Գերմանիայում բնակվող հայազգի Գերմանիայի քաղաքացիները, մեր հայրենակիցները կհամարեն, որ իրենց նախագահը, այսինքն Գերմանիայի նախագահը վախենում է եւ տեղի է տալի թուրքական ծրագրերին, թուրքական օրակարգին, որը կրկնում եմ ներկայացնում է Հայաստանում հենց դժբախտաբար Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։ Այս այցը տեղի ունեցավ, հարգանքի տուրքը ամենագեղեցիկ արարողակարգով, ինչպես պատշաճ կարգն է համարվում, մատուցվեց հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին եւ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը նաեւ անդրադարձել է Արցախի թեմային, Արցախի հարցով է նա հանդես եկել հրապարակային, ինչը գալիս է ապացուցելու, որ Գերմանիան որպես համաշխարհային նշանակության եվրոպական գերտերություն լուրջ հայտ է ներկայացնելու գալիք տարիներին շատ մոտ հեռանկարում մեր տարածաշրջանում Ֆրանսիայի հետ համատեղ, Ֆրանսիայի ակտիվության հետ համատեղ ինքը նույնպես մեծ ակտիվությամբ ներկա լինի տարածաշրջանում եւ տարածաշրջանային զարգացումներ։ Սա իհարկե մեր շահերի հետ համահունչ է եւ սա վերջին օրերին իմ կողմից կատարված վերլուծության այն ապացույցն է, որ բարձր քրիստոնեական եվրոպական քաղաքակրթության սահմանագիծը, ցամաքային սահմանագիծը անցնում է հայկական բարձրավանդակով եւ հայերը
հայ ազգը, հայկական պետականությունը, ոչ այսօրվա թուրքահպատակ իշխանությունները, հայկական պետությունը եւ հայ ազգը, այսինքն Գերմանիան շատ լուրջ պետություն է, չափազանց լուրջ պետություն է եւ ինքը հասկանում է, որ պետությունը դա Նիկոլ Փաշինյանի պես մեկը անորակ մեկը չէ, այլ պետությունը հենց հայ ազգն է եւ հայ ազգի հավաքական նպատակները ու կամքը արտահայտող դրսևորումներն են մեր պետությունը ու նա այդ ամենի հետ ունենալով ընդհանուր շահեր հաշվի է նստում բարեբախտաբար հարգում է եւ ընդգծում է իր կարևոր նշանակությունը եւ ներկայությունը մեր տարածաշրջանում կրկնում եմ բարձր քաղաքակրթության հայկական բարձրավանդակում կան մարդիկ, որոնք չեն հասկացել այս իրողությունը, այս ամենը եւ փորձել են էժանագին մանիպուլյացիայով իմ այն գրառմանը, որ Գերմանիայի պես գերհզոր տնտեսություն ունեցող երկրի նախագահին, որը համարվում է երկրի գլուխ, հա, խորհրդանշական իմաստով, իհարկե Գերմանիայի կանցլերն է ներկայացնում պաշտոնական որպես ղեկավար, Գերմանիան ղեկավարվում է կանցլերի կողմից, բայց նախագահը համարվում է երկրի գլուխ եւ նման երկրի նախագահին չդիմավորել, չուղեկցել բարձրաստիճան պաշտոնյայի, այսինքն նախագահ, ազգային ժողովի նախագահ, եթե ոչ վարչապետ լավ մակարդակով, սա նշանակում է, որ հայկական կողմը թուրքական ծառա լինելով վախենում է Գերմանիայի պես մեծ նշանակություն ունեցող երկրի նախագահին, կրկնում եմ, պատշաճ բարձր մակարդակով դիմավորել օդանավակայանում ուղեկցել, լինել նրա հետ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում եւ գտնվել են ճակերտներում խելոք մարդիկ, որ ուզում էին ինձ հակադարձել, թե ես երևի տեղյակ չեմ, որ Գերմանիա ղեկավարվում է կանցլերի կողմից եւ վարչապետը պարտավոր չէ ուղեկցել կամ դիմավորել Գերմանիայի նախագահին, այս խելոքները թող գնան իրենց գտնեն կյանքում եւ հասկանան ինչ պետություն է Գերմանիան, ինչ նշանակություն կարող է ունենալ եւ որ Գերմանիայի նախագահը դա իրենց պատկերացրած Վահագն Խաչատրյանը չէ, պարապ մեկը չէ, որ չգիտեմ, ոչ մի ասելիք չունի կամ ոչ մի նշանակություն չունի եւ որ այնքան էլ զարմանալու չէ կամ նորմալ է, որ Հայաստանը նախագահի կամ վարչապետի կամ ազգային ժողովի ղեկավարի դեմքով չի ընդունել կամ ուղեկցել Գերմանիայի նախագահին, Գերմանիայի նախագահը լուրջ շատ անձնավորություն է եւ իր խոսքը իմացեք, որ ազդեցություն ու կշիռ ունի Գերմանիայի քաղաքականության քաղաքական շրջանակների Գերմանիայի հասարակության համար։ Այստեղ Ուկրաինայի հարցում բազմիցս Վալտեր Շտայնմայերը ունեցել է հրապարակային իր կարծիքը արտահայտելու հնարավորություններ, արտահայտել է եւ ռուս-ուկրաինական պատերազմի այս վերջին 3 տարիներին եւ մի կարծեք, թե նրա տեսակետը, կարծիքը կամ որ նա այցելել է Ուկրաինա, հա, Կիև, որևէ նշանակություն, մեծ նշանակություն, կարևոր նշանակություն չեն ունեցել Գերմանիայի դիրքորոշման եւ քաղաքականության հարցում հակառակը անխոս ունեցել են։ Այսքանով այստեղ ավարտենք եւ անցնենք Հայաստանի ներկա վիճակին, ներկա քաղաքական իրողություններին, ճիշտն ասած, անձնապես ինձ համար ով կդառնար Գյումրու քաղաքապետ կամ Փարաքար համայնքի աշխատակազմի ղեկավար, որևէ կարևոր ու մեծ նշանակություն չունի, բայց հարցի մյուս կողմից, որ ներկայիս թուրքական ծրագրեր սպասարկող, թուրքական գործակատար, թուրքական շահերին ծառայող
քաղաքացիական պայմանագիր Խմբակը եւ Նիկոլ Փաշինյանը պարտվել են, դա ակնհայտ է։ Նրանք չեն կարողացել կարճ ձևակերպած հաղթել նույնիսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, Փարաքարում բացարձակ պարտվել են, իսկ Գյումրիում չեն կարողացել մեծամասնություն վերցնել եւ հնարավոր է, որ քաղաքապետ լինի իրենց չեմասի ընդդիմություն, բայց իրենց հակառակորդ, քանի որ ընդդիմությունը պետք է ազգի շահերը ներկայացնի տվյալ պարագայում, եթե իշխանությունը ապազգային է, ապա ընդդիմությունը ազգի շահերը պետք է ներկայացնի, բայց իրենց մրցակից քաղաքական հակառակորդ թևից։ Սա ինչ կարևոր փաստի մասին է խոսում, ինչ կարող ենք արձանագրել, որ մեր ազգը այլևս նախկին ներկա խաղին, սև ու սպիտակ խաղին Նիկոլ Փաշինյանի չի տրվել եւ գերադասել է նույնիսկ նախկին համակարգի ներկայացուցիչներին ընտրել, նախկին համակարգ չէ, նախկին իշխանությունների ներկայացուցիչ, քանի որ համակարգը մեծապես նույնն է, չի փոխվել, քան թուրքական ծառա Նիկոլ Փաշինյանի թեկնածուներին։ Եվ սրանով կարող ենք փաստել, ուրախալի է այն, որ հայ ազգը մերժել է Նիկոլի թուրքական օրակարգը, հիմա կարող են մարդիկ ասել, որ Գյումրիում 35-6%, բայց մենք գիտենք ինչ խայտառակ խախտումներով մարդկանց տներում երկու փաստացի գրանցված անձի փոխարեն հայտնվել են եւս 10-20 գրանցվածներ, ամբողջ վարչական ռեսուրսն է, այնտեղ օգտագործվել այլ մարզպետներ էին գնացել, հա, ես այնտեղ տեսա Լորվա մարզպետին եւ այլն, ասում են, որ Տավուշի մարզպետն էլ է եղել, բոլորով հավաքվել էին Երևանից նախարարներ, պատգամավորներ եւ այդ տոկոսը իրականում 35-36%, ասում են, որ տարբեր մեթոդներով դա թող պատկան մարմինները կամ քաղաքական շրջանակները հրապարակեն, նաև գումար է տրվել, հա, on-line ձևերով գումար է փոխանցվել եւ այդպիսով նույնպես ձայներ են ապահովել եւ այդ ամենով հանդերձ ժողովուրդը մերժել է թուրքական ծրագրերը մեծամասամբ, թուրքական օրակարգը եւ սա այնքանով է կարեւոր, որ մենք մոտենում ենք ապրիլ 24-ի օրվան, որ այդ օրը մենք ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում ենք լինելու ու մենք ազգովի արդեն ոչ միայն Գյումրիում կամ այլ փոքր համայնքում, այլ ազգովի համապետական մակարդակով կարող ենք մերժել թուրքական օրակարգն ու ծրագրերը, մերժել Նիկոլ Փաշինյանի թուրքական օրակարգը, Նիկոլ Փաշինյանին ու իր խմբակին ու հայտարարել ազգային օրակարգ, ազգային շահերը սպասարկելու օրակարգ, ազգային պետություն ստեղծելու մեր նպատակի վերաբերյալ։ Կրկնում եմ, ապրիլի 24-ը մեր միլիոն զոհերին ու նահատակներին հիշատակը հարգելու հետ մեկտեղ մեր պահանջատիրության օրն է, իզուր չէր, հա, մեր 2015 թվականին 100-ամյակին հիշում եմ եւ պահանջում կարգախոսը եւ թող որոշ այստեղ խելոքներ, ճակերտների մեջ խելոքները չսովորեցնեն մեզ, թե իբր դա սուկ եւ մոմ վառելու օր է, ինչու է հիշում եմ եւ պահանջում կարգախոսը, հա, թող լիներ հիշում եմ եւ մոմ եմ վառում կարգախոս ձերպես պրիմիտիվների համար, սա մեր պահանջատիրության օրն է եւ մեր պահանջատիրության օրը, այո, մենք պետք է հայտարենք թուրքական ծրագրերը մերժելու, թուրքական ծրագրերը ներկայացնող Նիկոլ Փաշինյանին մերժելու մեր համազգային որոշման վճռականության կամքի վերաբերյալ եւ մնանք հրապարակում, հա, թող ապրիլի 25-ին ավելի շատ մարդ գա, 26-ին ու հրապարակավ աշխարհին ներկայացնենք մեր ազգային պետություն ստեղծելու օրակարգը, կամքը։ Սա է, սա շատ կարևոր հարց է եւ հիմա այս կրկնում եմ ընտրությունները որևէ մեծ հաշվով ով կլիներ, հա, այսինքն քաղաքապետ դա չէր կարևորը,
այլ կարևորը, որ Նիկոլ Փաշինյանի թեկնածուները չլինեն, եւ կարևորը, որ ժողովուրդը մերժել է թուրքական օրակարգը։ Արդեն իսկ պարզ է, որ մեր ժողովուրդը չի ընդունում եւ չի ընդունելու դա բարեբախտաբար թուրքական որևէ օրակարգ, թուրքական ծրագիր, որի ներկայացուցիչն է կրկնում Նիկոլ Փաշինյանը, ու այդ հիմքով մենք պարտավոր ենք ազգային պետություն ու ազգային օրակարգ ստեղծելու, կայացնելու գործընթացը մեկնարկենք։ Ամենալավ առիթը ապրիլ 24-ին ամբողջ մեր ազգը արթնանում է այդ մասին իլուր աշխարհի հայտարարելն է։ Շնորհակալություն, կիսվեք այս տեսանյութով ամենահեշտ, որ խնդրում եմ ձեզնից, տեղադրեք ձեր էջերում, կիսվեք, տարածեք եւ բաժանորդագրվեք Հայկ Ալիքին։ Շնորհակալություն։